Բարև ձեզ, Արարատ Նյուզի տաղավարում է Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տեր Արամ, շնորհակալ ենք մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Տեր Արամ, ես տեսա, որ դուք ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության ուղեկցությամբ եք եկել այստեղ։ Արդյոք որոշակի սպառնալիքներ կան, որ մինչ օրս ձեր անվտանգությունն ապահովում է։ Բնականաբար կան եւ միանշանակ ես ինքս կհրաժարվեի այդ անվտանգությունից, եթե խնդիր եւ խնդրեմ չտեսնեի, բայց երբ որ այս շարժումը սկսվեց, Facebook-յան իմ տիրույթում գրառումներ սկսեցի անել, դրանից հետո խնդիրներ առաջացավ, մարդիկ էին եկել մեր բակ, ինձ էին ուզում տեսնել, կռիվ էին ուզում հրահրել եւ ես իհարկե ոստիկանություն կանչեցի եւ դրանից հետո պետությունը որոշեց իհարկե տեսնելով նաեւ համացանցյան տիրույթում թե ինչ ակտիվ հարձակում կա եւ քննարկումներ կան իմ անձի վերաբերյալ որոշ գործիչներ սպառնալիքներ էին հնչեցնում, շատ-շատերը լուտանքներ, հայհոյանքներ եւ պետությունը նկատելով որ իր քաղաքացին միգուցե կարող է հնարավոր է վտանգվի կամ որևէ մեկը վնաս հասցնի, որոշեց պաշտպանել իր քաղաքացուն, տվյալ դեպքում ինձ, որի համար շնորհակալ եմ նրանց։ Իսկ այս ընթացքում որոշակի արտասովոր դեպքեր նկատել եք ձեր շուրջը։ Իհարկե, չեմ ասի շատ, մեծավ մասամբ օրհնանքներ ա եղել, գովեստի խոսքեր, բայց եւ նաեւ եղել են մարդիկ, ովքեր իրենց էմոցիաները չեն կարողացել զսպել, վատ արտահայտություններով են հանդես եկել եւ բնականաբար կարիքը կար, որ պետությունը այդ անվտանգությունը ինձ տրամադրեր։ Տեր Արամ, չնայած պետության կողմից որպես բոլոր պատերազմների զոհերի հիշատակի օր սահմանվել է հունվարի 27-ը, Գարեգին II եւ ընդդիմադիր տարբեր շրջանակներ հաջորդ օրը այցելեցին Եռաբլուր, արդյոք եկեղեցու վերնախավն ու ընդդիմությունը այնքան սերտաճած են, որ անգամ այդ հարցում կա փոխհամաձայնություն։ Բնականաբար մենք նկատեցինք, որ հունվար 27-ին ողջ ազգը Եռաբլուրում էր եւ եթե ունեինք նահատակ զինվորներ, ովքեր հուղարկավորվել էին իրենց հայրենի գյուղերում կամ տարածքներում, ժողովուրդը մեծավ մասամբ այդ օրը գերեզմաններում խնկարկության կարգ էր կատարում։ Ինձ համար շատ զարմանալի եղավ, որ տեսա հաջորդ օրը ամենայն հայոց կաթողիկոսը եւ ընդդիմության գործիչները հաջորդ օրը գնացին Եռաբլուր եւ եթե անկեղծ շատ զարմացած էի, որ սքի օր հայտարարված այդ օրով Կտրիչ Ներսիսյանը, նույն ինքը Գարեգին II-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գերագույն հոգևոր ժողով գումարեց եւ այդ օրը նաեւ կարգալույց հռչակեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, այս կերպ մեկ անգամ եւս հաստատելով, որ ազգի ցավերով, նեղություններով, դժվարություններով ինքը չի ապրում, իրեն չի հետաքրքրում թե իր ժողովրդի կյանքում ինչ դեպքեր են տեղի ունենում, մարդիկ ինչից են տխրում, ինչից են ուրախանում, որ օրը ինչ սուք է հայտարարված, ինքը կարծեք իր փոքրիկ պետությունն է հիմնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ այնտեղ ապրում ու գործում է իր օրենքներով։ Իսկ ընդդիմության հետ հաջորդ օրը գնալը բնականաբար սա հաստատում է այն սերտ ջերմ համագործակցության մասին, որ իրենք ունեն արդեն նախկին իշխանությունների հետ։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ընդդիմության երազանքները կապված են Գարեգին B-ի կաթողիկոս մնալու հետ։ Խնդրում եմ մանրամասնեք ինչ նկատի ունեք, արդյոք սպասվող խորհրդարանական ընտրություններին եկեղեցու վերնախավը կարող է որևէ քաղաքական դեր ունենալ։ Գիտեք, ես հոգևորական եմ եւ չէի ուզենա շատ քաղաքական թեմաներով ծավալվել, խոսել քաղաքականության մասին, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով եւս ապրել է այս երկրի մեջ եւ ունեցել է իր կյանքում բազմաթիվ շատ դժվարություններ եւ ակնկալել է, որ այդ դժվարությունները պիտի հաղթահարվեին իշխանությունների կողմից նաեւ, կհաստատեմ մեկ բան, որ ընդդիմությունը, որ նախկինում իշխանություն էր, այլևս հայ ժողովրդի կյանքը բարեփոխելու օրակարգ չունի եւ միակ թելը, որից կարող է կարճել, բռնվել եւ ինչ որտեղ վերարտադրվել եւ գալ իշխանության, դա եկեղեցին է
եւ նրանց շարքերում տեսնում ենք շատ-շատերի, ովքեր առհասարակ քրիստոնեության եւ եկեղեցու հետ բացարձակ կապ չունեն այս մարդիկ, նրանց խոսքերը, նրանց բառամթերքը, բառապաշարը հուշում է, որ այս մարդիկ դեռ եկեղեցու դռանը մոտենալու հարց ունեն, խնդիր ունեն, ելուր մնաց իրենց համարեն եկեղեցու անդամ։ Ճիշտ է, ես հավատը կշռող գործիք չունեմ եւ չեմ կարող այդ մարդկանց հավատը կշռելով հասկանալ նրանք հավատ ունեն թե չէ, բայց Հակոբոս Առաքյալն ասում է հավատն առանց գործերի մեռած է, իսկ խոսքը եւս շատ կարեւոր է եւ ինչպես որ կասեին փիլիսոփաները, խոսիր որ քեզ ճանաչեմ, իսկ նրանց խոսքը առհասարակ չի հուշում, որ մենք գործ ունենք քրիստոնյաների հետ։ Եվ այս դեպքում կարող եմ ասել, որ եկեղեցին օգտագործվում է նրանց կողմից։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք եկեղեցու բարեփոխման եւ եկեղեցու ազատագրման մասին, խոսքը հենց դրա մասին է, որ եկեղեցին պետքա լինի անկախ, որևէ քաղաքական ուժի չհարի եւ ինքը գործի իր ծրագրով եւ իր նպատակով եւ բոլոր քաղաքական ուժերը մի տեսակ երբ որ կմտնեն եկեղեցի այդ ժամանակ պիտի հասկանան որ այնտեղ այլևս լռություն պիտի լինի եւ միայն աղոթք ամենայն հայոց կաթողիկոսին կարող են դիմել աղոթելու համար հոգեվոր կյանքը սպասարկելու համար բայց ոչ երբեք քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար Տեր Հարամ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ձեր շուրջ իրավական process-ները մի կողմից Մայրաթոռը պահանջում է հովանավանքի եւ ձեզ տրված տան բանալիները հանձնել եւ նաեւ Մկրտիչ Պրոշյանի գործը որտեղ դուք տուժող կողմ եք Հետաքրքիր է վերջերս մենք դատի մասնակցեցինք Արագածոտնի թեմում որտեղ որպես տուժող կողմ ներկայացնում էինք մեր շահերը թե ինչ է իրականում կատարվել մեր այս կեղծ կարգալուծությունը ինչպես է եղել այնտեղ փաստաբանը հետեւյալ արտահայտությունն արեց որ հովանավանքը փողաբեր վանական համալիր է եւ եթե այն չի պատկանում հայ առաքելական եկեղեցուն չի շահագործում Արագածոտնի թեմը այնտեղ ուրեմն գումարային կորուստներ են ունենում Փաստորեն այս մարդիկ, երբ որ խոսում են որևէ մեկ վանքի կամ եկեղեցու մասին, առաջին հաշվարկը որ անում են, իրենց համար փողային է, բայց ես ուզում եմ այս փաստաբանին հիշեցնել, որ հովանավանքը լքված վանական համալիր էր եւ մինչեւ այդ էլ գոյություն ուներ հովանավանքը, բայց հովանավանքը սկսվեց դառնալ փողաբեր եկեղեցի այն դեպքում, երբ որ այնտեղ Աստծո խոսքը սկսեց հնչել Եվ հնչեց իմ շուրթերով, հնչեց իմ բերանով եւ ուզում եմ նաեւ հավաստիացնել նրան, որ եթե ես չգնամ այնտեղ, չլինեմ այնտեղ, սա մեծամտություն չհամարեք իմ կողմից, այնպես չի որ հովանավանքը դարձյալ լինելու է փողաբեր վանական համալիր բայց այս մարդկանց հաշվարկները հիմնականում փողի հետ է պայմանավորված, փողի հետ է կապված, եթե ես ինչ որ մի սարի կամ լեռան գլխին ծառայող հոգեվորական լինեի մի մատուռի մեջ կամ մի փոքրիկ եկեղեցու մեջ, վստահաբար իմացեք, որ լարվածությունը այսքան մեծ չէր լինելու, 2-3 հոգեվորական այնտեղ չէին ուղարկելու եւ այսքան մեծ պայքար չէին էլ մղելու, որ հովանավանքը կարողանան հետ բերել։ Սա էլ այն դեպքում, երբ որ մենք հիմա ունենք շատ լքված վանական համալիրներ, եկեղեցիներ, որտեղ որ որևէ հոգեվորական գործունեություն չի ծավալում, բայց այդ նույն Արա Զոհրաբյանը իհարկե կաթողիկոսի հրահանգով չի գնում եւ այդպես պայքար չի մղում, որ այդ եկեղեցին սկսի գործել եւ ժողովուրդը այնտեղ մուտք ու ելք ունենա։ Ինչ վերաբերվում է այս կոնֆլիկտին, որը ծագեց ամիսներ առաջ, գիտեք, ամեն բան արեցի, իմ խղճի առաջ ես անկեղծ ասած շատ հանգիստ եմ։ Մեկ-մեկ ընդդիմադիր լրագրողները ինձ հարց են տալիս, ասելով դուք կարող եք նայել ձեր եպիսկոպոսի աչքերին, ասեմ ավելին Ես հարց ունեմ, արդյոք այդ եպիսկոպոսը կարող է նայել իմ աչքերին, որովհետև նրա անհեռատես գործունեության հետևանքով եկեղեցին այսօր ցնցումների մեջ է, իհարկե եկեղեցին չի կարող ցնցվել, նվիրապետությունն է կարելի ասել ցնցվում, բայց եւ նաեւ պետքա բանը այստեղ չհասներ։ Եվ ես հոգեվորականներից դատարան հասնելը Արդեն իսկ համարում եմ մեր պարտությունը, որովհետև եթե մենք խորագետ լինեինք եւ ուղղորդվեինք, շարժվեինք Աստվածաշնչի օրենքներով, խրատներով եւ եկեղեցու հաստատված կանոններով, վստահաբար եմ ասում, որ եկեղեցու դատերը պետությունը չէր տեսնելու։ Այս ընթացքում շատ է խոսում վախի մթնոլորտի մասին, սկսվել է եկեղեցու բարենորոգման գործընթաց, որին մասնակցություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչու են հոգևորականները այդ դեպքում շարունակում ապրել այդ վախի մթնոլորտում, երբ երկրի ղեկավարի մակարդակով որոշակի միջամտություն կա։ Պետք է հասկանալ, թե այն հոգևորականները, ովքեր որ չեն միացել բարենորոգման այս շարժմանը ծրագրին, ինչ վախեր ունեն, ինչից են նրանք վախենում։ Ես նկատում եմ, որ շատ թեմի առաջնորդներ, թեկուզ Եվրոպայում եւ Հայաստանից դուրս գտնվող ավելի շատ հարմարվել են իրենց թեմին, ուզում են, շարունակել մնալ այդտեղ իրենց հոգևոր ծառայությունը, որովհետև նաև դա իրենց ձեռնտու է, շահեր ունեն այնտեղ եւ ես կարծում եմ, որ իրենց վախերը ավելի շատ նյութականի համար է, քան եկեղեցու մասին մտածելով է, որովհետև եթե այս մարդիկ եկեղեցու մասին ավելի շատ մտածեին, քան իրենց, բնականաբար արդեն իսկ այս շարժմանը հարած կլինեին, իսկ արդյոք շարժումը բացահայտել է իր ծրագրերը, կարծում եմ, որ այո, մեր շարժումը իր ծրագրերը ամբողջությամբ բացահայտել է եւ որևէ մեկի համար, ով կցանկանա մտնել այս շարժման մեջ, մութ անկյուններ, այսպես ասած, չկան, որ ինքը պիտի մտնի եւ այստեղ պիտի հասկանա նոր մտնելուց հետո, որ մենք գնում ենք եկեղեցին կործանելու ճանապարհով։ Չմիացողների հետ կապված ես նաեւ կասկածներ ունեմ, որ հավատի պակաս կա, որովհետեւ եթե դու հավատք ունես եւ քո գերնպատակն է որպես հոգեվորական քո եկեղեցին ավելի լավը տեսնելը, բնականաբար դու ամեն ինչ կանես քո եկեղեցու համար, իսկ մենք տեսնում ենք, որ մեզ դեռևս չմիացած եպիսկոպոսները ոչ թե գործում են եկեղեցու համար, այլ գործում են մեկ անձի համար եւ դուք բոլորդ նրա անունը գիտեք, խոսքը Գարեգին Ներսիսյանի կամ Կտրիչ Ներսիսյանի մասին է եւ այս մարդիկ ուղակի ծառայում են մեկ անձի եւ ոչ թե եկեղեցուն։ Եկել է ժամանակը, որ մենք արդեն փակագծերը բացենք եւ եթե մինչեւ այս պահը փորձում ենք խնայել, մտածելով, որ նրանք կգան, իրենց, այսպես ասած, այդ որոշումը կկայացնեն, բայց տեսնում ենք, որ համառում են եւ ես իրավունք եմ ինձ վերապահում հայտնելու նրանց, որ այս շարժումը բնականաբար հասնելու է իր ավարտին եւ նրանից հետո մենք դեռ հավատի ստուգում պետք է անենք մոտավորապես հասկանալու համար այս մարդիկ սիրում էին իրենց եկեղեցին, հավատում էին Աստծուն թե ոչ, իսկ նրանց լռությունը այս պահին մեզ հուշում է, նրանց անտարբերությունը այս պահին մեզ հուշում է, որ նրանք այդքան էլ եկեղեցու եւ հավատացյալի մասին չեն մտածում, այլ ավելի շատ սեփական գրպանների եւ սեփական ապագայի։ Իսկ շարժման ընթացքից երբ կտեսնենք որոշակի պտուղներ, այս ընթացքում որոշակի դանդաղություն կա, հանրային ընկալումներում տպավորություն է, որ որևէ գործընթաց չկա։ Գիտեք, այդպես չի, ուրեմն մարդուն ժամանակ է պետք, որ այս ամենը նախ առաջինը ընկալի, մարսի եւ հետո եզրակացություն անի կամ ինչ-որ մտքի հանգի, քննարկումներ են տեղի ունենում բուռն մեր ժողովրդի մեջ, եւ մենք այս process-ը շատ բնական ենք համարում, որ այդպես էլ պիտի լիներ, գիտեք, սա ընտրությունների նման չի, որ պետք է ասենք, այս ինչ օրը ընտրություն պիտի անես եւ ստիպված ես գնալու եւ ինչ որ մեկի ընտրելու։ Սա այնպեսի process է, որ մարդու ներսում, ներաշխարհում պիտի կատարվի եւ մարդը ինքը շատ նյութեր համեմելով, իրար հետ համադրելով ինքը սեփական վերլուծությամբ պիտի որևէ եզրակացության գա եւ այս իմաստով մենք թողնում ենք, որ այդ ժամանակը հասունանա յուրաքանչյուր մեկի ներաշխարհում եւ նաեւ այստեղ ուրիշ process է տեղի ունենում։ Գիտեք, ամիսներ առաջ ես ինքս էլ կուզենայի, որ այս process-ը շատ արագ, ինչպես սկսվել էր, այնպես էլ արագ ավարտվեր, բայց այս ընթացքում շատ երևույթներ, իրավիճակներ ի հայտ են գալիս, բացահայտվում են, որ եթե այս process-ը արագանար, միգուցե այդ նախկինում եղած իրավիճակները, պատմությունները ջրի երես դուրս չգար եւ ժողովուրդը դրա մասին հնարավոր է նաեւ չիմանար։ Կարող եմ օրինակը բերել, երբ որ մեկը խեղդվում է, նրա մարմինը առաջինը, այսպես ասած, ծանրությունից իջնում է ջրի հատակը, բայց որոշ օրեր անց այդ նույն մարմինը, երբ որ արդեն սկսում է նեղել, բարձրանում է ջրի երես, կան ուրեմն իրավիճակներ, որոնք արդեն իսկ, եկեղեցու կյանքում նեղման փուլում են եւ եկել է ժամանակը, որ այդ process-ները, դեպքերը, երբ որ տեղի են ունեցել, որոշ դեմքերի միջոցով պիտի այլևս բարձրանա ջրի երես եւ մեր հանրությունը, մեր եկեղեցին, այսպես ասած, որպես հանրություն, պիտի տեղեկանա, թե եկեղեցու ներսում ինչ է կատարվում։ Հենց սա է եկեղեցու բարեկարգումը, որը ըստ իս իրական է։
Հայտնի է, որ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, նա այն եպիսկոպոսներից է, որ միացել է բարենորոգման գործընթացին, ինչով է պայմանավորված դա։ Այո, դուք վերջերս տեղեկացաք, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դուրս փորձում են ժողով գումարել Վիեննային, հարակից մի քաղաքում, ինչը մեզ համար շատ տարօրինակ էր։ Այ օրինակ Բուլղարիան ավելի հարմար էր, նմանատիպ ժողովներ անցկացնելու համար, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, այսպես ասեմ, լսարանները, դահլիճները շատ հարմար էին նմանատիպ ժողովներ անցկացնելու համար, հարմարության հարց կար, բայց ի զարմանս բոլորիս որոշեցին ժողովը այնպիսի քաղաքում անցկացնել, որի մասին հայերից շատերը չէինք էլ լսել այդ քաղաքի անունը, բայց այստեղ էլ իհարկե տրամաբանություն կա, որովհետև տվյալ քաղաքը եւ երկիրը այն երկիրն է, որ ինչքան որ մենք վերլուծեցինք եւ փորձեցինք հետաքրքրվել հասկանալու համար, թե ինչու հենց այդ երկիրը, հասկացանք, որ այդ երկիրը լրտեսների համար բաց է եւ բոլոր նրանք, ովքեր որ այլ պետությունների հետ ունեն խնդիրներ, խնդիրներ եւ հնարավոր է ձերբակալության հարց լինի, ուրեմն կարող են այդ երկիր հանգիստ մուտք ու ելք ունենալ։ Միակ պատճառը այդ երկրում անելու հենց դա է եւ արի ուտես Մայրաթոռում նստած բարձրաստիճան հոգեվորականը, չեմ ուզում ասեմ հոգեվորականները, որովհետև ամբողջ եկեղեցում եւ Մայրաթոռում մեկ հոգի է որոշումներ կայացնում, ինչը եւս հուշում է, որ հակականոնական ընթացքի մեջ է եկեղեցին, որովհետև երբ որ մենք ասում ենք եկեղեցի, ոչ միայն կհասկանանք ժողովուրդ, ոչ միայն կհասկանանք ամենայն հայոց կաթողիկոս, այլ նաեւ եպիսկոպոսած դասը, բայց տարիներ շարունակ, շուրջ 26 տարիներ եկեղեցու մեջ կարող ենք ասել, որ եպիսկոպոսած դասը չէ, որ որոշումներ է կայացրել, այլ մեկ հոգի է որոշումներ է կայացրել եւ դուք բոլորդ գիտեք նրա անունը, չեմ էլ պատրաստում այս անգամ տալ, այնպես որ պատճառը սա է ժողովը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դուրս անցկացնելու համար, եթե անկեղծ մեզ չմիացած եպիսկոպոսները շատ անհանգստացած, որովհետև նախորդ հարցազրույցի ժամանակ ես այս մասին խոսել էի եւ այս եպիսկոպոսները մի քանիսը զանգահարելով ինձ փորձում էին հասկանալ, թե իրենց հետ ինչ կարող է պատահել, իհարկե իրավիճակը նրանց բացատրել եմ, իրենք էլ ունեն անհանգստություններ։ Ես որպես քահանա նախ կցանկանայի, որ մեր 9 եպիսկոպոսները եւս մասնակցեին այդ ժողովին եւ իրենց ձայնը այնտեղ բարձրացնեին, բայց մեր 10-րդ եպիսկոպոսը, որ Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն է, ինքը որոշել է այդ ժողովին մասնակցել եւ եթե նկատեցիք վերջերս համացանցում տարածվեց 10 կետից բաղկացած իր հարցերը, որ ինքը ցանկանում էր այդ հարցերը տալ Գարեգին Ներսիսյանին եւ նաեւ ստանալ այդ հարցերի պատասխանները եւ վստահաբար Սրբազանը գնում է այդ ժողովին եւ գնում է այդ օրակարգով ստանալու համար իր հարցերի պատասխանները։ Անկեղծ եթե լինենք, ես կուզենայի, որ մեր 9 եպիսկոպոսները եւս Սրբազանի հետ գնային այնտեղ եւ փորձեին ժողովի օրակարգ դարձնել այն բոլոր խնդիրները, որ այսօր կա հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ այդ խնդիրները ստեղծված են մեկ հոգու կողմից եւ նաեւ փորձեին ստանալ այդ մեզ իրենց եւ հանրությանը հուզող հարցերի պատասխանները։ Դուք նաև նշել եք, որ եպիսկոպոսատ ժողովից առաջ արդեն իսկ կա պատրաստի տեքստ Մայրաթոռում, որի մասին հայտարարելու են, եթե հնարավոր մանրամասնեք ինչի մասին է խոսքը։ Այո, ուրեմն այն բոլոր process-ները, որ տեղի են ունենում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ, եկեղեցու շուրջ, ուրեմն ինչպես շեշտեցի, դա որոշվում է մեկ անձի կողմից, լուծումները իհարկե, բոլոր հնարավոր եւ անհնար, ինչպես Գևորգ Սրբազանի կարգալուծությունը, որ օրեր առաջ մեկ հոգի էր որոշել, որ հակականոնական ընթացքի մեջ է, որովհետև մնացած եպիսկոպոսները Գերագույն հոգևոր խորհրդի, ովքեր ստորագրել էին կամ վավերացրել էին նրա ուրեմն կարգալուծությունը, բնականաբար վախի մթնոլորտում են, ստորագրել եւ իրենք այն կարծիքին չեն, որ Գևորգ Սրբազանը հակականոնական ընթացքի մեջ է։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից մեկը, որ Ավստրալիայի նախկին թեմի առաջնորդն էր, Հայկազուն
arczepiskoposը, մենք տեսանյութերում տեսնում ենք, որ այս եպիսկոպոսը տարիներ շարունակ խռովված լինելով, չընդունելով ամենայն հայոց կաթողիկոսին, Սուրբ Պատարագների ժամանակ չի էլ հնչեցրել նրա անունը, իսկ դրանից հետո կանչվել է Թոշակի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ խոսքով նրա հացը, այսպես ասեմ, ապահովում է Գարեգին Ներսիսյանը եւ եթե չկանգնի նրա կողքին, ուրեմն այդ վերջին կտոր հացից էլ է զրկվելու եւ այս եպիսկոպոսը հիմա վախի մթնոլորտում անում է այն, ինչը տարիներ շարունակ չի արել, ինքը չի համակրում Գարեգին II-ին, նրա կաթողիկոսությունը չի ընդունել բավականին երկար ժամանակ, դրա համար էլ նրա անունը չի տվել։ Այդ ինչ փոխվեց, որ այս կարճ ժամանակահատվածում սկսեց հանկարծ նրա անունը հնչեցնել։ Ուրեմն շատ տարօրինակ դեպքեր են տեղի ունենում եւ Գևորգ Սրբազանի կարգալուծությունը եւս հակականոն այս ընթացքի հենց ապացույցն է, որ մեկ հոգի ամբողջ եկեղեցին տարել է եւ մտցրել է խութերի մեջ, այսպես ասած, եւ եկեղեցու նավը ոչ առաջ կարող է գնալ այսպիսի պայմաններում եւ ոչ էլ հետ, եւ միակ բանը, որ եկեղեցու հետ այս պահին կարող է տեղի ունենալ, քայքայումն է։ Եվ եթե նկատել եք, այո, կարող եմ ասել, որ պառակտված է նրա միջոցով հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ եթե ինքը սեր եւ հարգանք ունի այս եկեղեցու նկատմամբ, ինչքան էլ գրել, որ թանկ գնով ենք գնել այն, կամ թող այդ գինն ասի, որով որ պատրաստ է հայ առաքելական եկեղեցին ազատագրել եւ կամ թող Իսեր Քրիստոսի եւ եկեղեցու թողնի այդ աթոռը, որ մենք կարողանանք մեր եպիսկոպոսների առաջնորդությամբ վերականգնել այն բոլոր խնդիրները լուծել, որը որ ծառացած են հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Գիտեք, ժամանակը գնում է առաջ, այսօր աշխարհը զարգանում է, եկեղեցիները զարգանում են, եկեղեցու համայնքները զարգանում են, բայց մենք տեսնում ենք, որ հայ եկեղեցին իր համայնքով ավելի շատ ետընթաց է ունենում, եւ ես հիշեցի Հակոբ Պարոնյանի խոսքը, որ կասեր առաջ պորալով ետ կեթանք, իսկապես այսօր մեր եկեղեցին նահանջի մեջ է։ Տեր Արամ, դուք մի միտք եք ասել, որ ինձ համար շոկային է, այն որ պատերազմից օգտվում էին զենք եւ մոմ վաճառողները եւ ուրախանում, երբ մարդկանց մարդաշատությունից մոմը վերջանում էր, արդյոք այդ բիզնես մտածողությունը այդքան խորացած է մեր եկեղեցում։ Ես որպես երիտասարդ հոգևորական անընդհատ ինձ հարց եմ տալիս. Ինչ օրակարգ ունի այսօր եկեղեցին իր առաջնորդով հայ ժողովրդի կյանքում։ Եթե նրա օրակարգի մաս կազմեր, որ իր ժողովուրդը Սուրբ Գիրք իմանար, բնականաբար այս տարիների ընթացքում այն միլիոնավոր դոլարները, որ եկեղեցին կուտակել է, պիտի ծառայեր Աստվածաշնչերի տպմանը եւ բաժանմանը։ Եթե այս եկեղեցին իր առաջնորդով շատ լավ հարաբերություններ ուներ նախորդ իշխանությունների հետ եւ եթե իր նպատակը հայ ժողովրդի հոգեվոր կյանքը բարելավելն էր, բնականաբար կստեղծվեին դպրոցներ, որտեղ որ յուրաքանչյուր երեխա կուսումնասիրեր Սուրբ Գիրքը խորությամբ, ինչը չի արվել։ Մենք տեսնում ենք, որ հակառակ դրան եկեղեցին ավելի շատ այլ գործունեություն է ծավալել եւ եկեղեցու հասույթները անիմաստ եւ ոչ պիտանի ինչ որ բաների վրա է ծախսվել։ Տեսեք, վերջերս տեղեկություններ ստացանք, որ նույն Եզրաս arczepiskopos-ը 6000 կամավորականի հավաքը գրելով գումարներ է տվել նրանց եւ ուղղորդել է ռուս-ուկրաինական պատերազմին։ Որտեղից Եզրաս arczepiskopos-ին այդ գումարները։ Ինչ գումարներ է նա տվել։ Փաստացի կարող ենք ասել, որ այդ գումարները եղել են հայ առաքելական եկեղեցու գումարները, հայ ժողովրդի նվիրաբերությունը իր եկեղեցու եւ իր ժողովրդի համար։ Եվ եկեք հիշենք, արդյոք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նույն Եզրաս arczepiskopos-ը քանի հոգի հայի նորից գումար է տվել, քանի կամավոր է ուղարկել Արցախյան պատերազմին, թվեր չկան, գոյություն չունեն։ Ինչի չունեն, որովհետև չի ուղարկել։ Ես խնդիր չունեմ օտարի հետ, ես ճշնամական ինչ որ վիճակներ չունեմ, հա, այլ երկրի ղեկավարների կամ ժողովրդի դեմ, բայց
ինձ համար ամենակարևորը իմ ժողովուրդն է, իմ պետության զարգացումն է։ Եվ եթե հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն կոպեկ հայ ժողովրդին վերջին 10 դրամը, որ կտանի կգցի գանձանակ, ուրեմն այդ գանձանակում հավաքված միջոցները ամենաառաջինը պիտի ծառայի իմ եկեղեցու զորացմանը։ Իսկ եթե չպիտի ծառայի իմ եկեղեցու զորացմանը, պարտադիր պիտի ծառայի Հայաստանի Հանրապետության զորացմանը։ Իսկ դրանից դուրս որևէ այլ բան ինձ համար ուղղակի դավաճանություն է, եւ ես կուզենայի, որ հայ հոգեվորականը մեդալ ստանար Հայաստանի Հանրապետության իշխանություններից։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեր եկեղեցու հասույթները, նյութական միջոցները ուղղակի մսխվում են։ Տեսանք նաեւ վերջին ուրեմն դեպքերը, որ պարզվեց, որ Գարեգին Ներսիսյանը եկեղեցու ուրեմն պատկանող տունը նվիրել էր շողակաթի տնօրեն Մանյա Ղազարյանին։ Ինչու պիտի Գարեգին Ներսիսյանը միանձնյա որոշում կայացնի եկեղեցուն պատկանող նյութական որևէ մեկ բան, ինչ որ մեկի իր բարեկամ ծանոթ հարազատի նվիրելու։ Երբ որ այս դեպքում գոյություն ունի եպիսկոպոսատ ժողով եւ նմանատիպ որոշումները պիտի հաստատվեր եպիսկոպոսատ ժողովի միջոցով։ Այն էլ այն դեպքում, երբ որ այդ կինը ունի տուն, ունի սեփականություն եւ ես ուրախ կլինեի, որ այդ տունը նվիրաբերվեր Արցախից եկած որևէ մեկ ընտանիքի 5-6 հոգանոց, ով տան խնդիր ուներ։ Տեսեք, այս օրերին այս մարդը գիշեր-ցերեկ Արցախի հարցն է բարձրացնում։ Արցախը հայությունը, ինչ ես արել դու Արցախահայության համար։ Եթե այդ տունը պետքա որևէ մեկի հասներ, մի արցախցու պիտի տայիր։ Եվ ոչ թե քո նեղ անձնական շահերը սպասարկող որևէ մեկի։ Եկել է ժամանակը, որ ճակերտները փակագծերը ուղակի բացվի եւ մենք սկսենք պարզ խոսել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին այսօր ունի այնքան գումար, որ մեկ անօթևան մարդ պետք է այս երկրի մեջ չմնա։ Ինքը կարող էր բոլոր այդ հարցերը լուծել։ Ինքը կարող էր այնպես անել, որ Գյումրիում անգամ մեկ անօթևան չմնար։ Բայց այդ գումարները մենք արդեն տեսնում ենք, թե որտեղ է մսխվում։ Եվ կամ Ամերիկայից եկած գումարները, պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույն Հովնան arczepiskopos Տերտերյանը միլիոնավոր դոլարներ է ուղարկել Հայաստան աշխարհ։ Որտեղ են այդ գումարները։ Խնդրում տվեք հաշվետվություն, թե որտեղ եք ծախսել այդ գումարները։ Վերցրեք ուղարկված գումարների չափը եւ հասկացեք, թե այդ գումարների քանի տոկոսն է ծախսվել։ Հետևաբար եկել է ժամանակը, որ եկեղեցին էլ գործի թափանցիկ։ Ես որպես հայ հոգևորական, ինչի՞ չպետք է իմանամ, տեսեք պետությունը ամեն տարի հաշվետվություն է, չէ՞ տալիս։ Բյուջեն է ներկայացնում, թե ինչի համար ինչքան պիտի ծախսի, իսկ եկեղեցին ինչու իր եկեղեցականին հաշվետվություն ցույց չի տալիս։ Ինչի ես չպետք է իմանամ, թե իմ թեմի գումարները որտեղ է ծախսվել, ինչքանն է մնացել։ Վերջին դատի ժամանակ ինձ հետ որևէ մեկ փաստաբան չկար եւ ոչ էլ Տեր Թադեի։ Ինչի չկար, որտեղ մենք այդ ֆինանսական միջոցները չունենք։ Իսկ թեմի առաջնորդին 4 Հայաստանի այսպես ասեմ, հայտնի փաստաբաններն էին սպասարկում։ Որտեղից թեմի առաջնորդին այդքան գումար, որ Հայաստանի 4 ամենահայտնի փաստաբանները պետք է իրեն սպասարկեն։ Եվ ինչու այդ փաստաբանները մեզ չեն սպասարկում։ Ինչի մեր շահերը չեն պաշտպանում։ Որտեղ մենք չունենք այդ գումարները։ Եթե մենք ունենայինք այդ գումարները, նրանք մեզ հետ կլինեին վստահաբար։ Եվ իրենք էլ լավ գիտեն ում են պաշտպանում։ Եվ ինչի են պաշտպանում։ Մենք բոլորս լավ գիտենք, թե իրենք ինչի են պաշտպանում այդ մարդկանց։ Հարցը այստեղ գաղափարական չի, հարցը այստեղ նյութական է։ Ումից կստանաս նրան էլ կպաշտպանես։ Այսքանը Տեր Արամ, շնորհակալություն։